Ողջույն սիրելիներս, Աստծո օրհնությունը լինի ձեր հետ։ Երեկ մի մարդու հետ էի խոսում, նա պատմում էր իր կյանքի դժվարություններից եւ ես նրան մի հարց տվեցի։ Ասի, կարող ես ինձ ասել, Հովսեփը երբ սկսեց արտասվել։ Երբ որ նա խոսմունք ստացավ, նա մարգարեական խոսք ուներ, որ նա լինելու է մեծ մեկը։ Եվ այդ խոսքից հետո իր կյանքում եկան դժվարություններ։ Գիտեք, Հովսեփը չլացեց, երբ որ նա ընկավ փոսի մեջ։ Նա չլացեց, երբ որ նրան վաճառեցին։ Նա չլացեց, երբ որ նա բանտում էր։ Նա լացեց այն ժամանակ, երբ որ ինքը արդեն հասել էր այդ մարգարեական խոսքին եւ իր եղբայրներին տեսավ։ Եվ նրան ասեմ, գիտես, միգուցե այսօր քո կյանքում նույնպես դժվարության վրա է, բայց քո լացելու ժամանակը չի։ Քո լացելու ժամանակը կգա, երբ որ խոսքը կիրականանա քո կյանքում։ Այդ ժամանակ կլացես եւ Աստծուն կողքես, կփառաբանես։ Ուզում եմ քեզ դիմել, սիրելիս, միգուցե քո կյանքում էլ այսօր դժվար ժամանակներ, ունես մարգարեական խոսք քո կյանքի համար, ապագայի համար, ու դժվարությունը դժվարության վրա է եկել, հիվանդությունը հիվանդության վրա է եկել, աղքատությունը աղքատության վրա, բաժանումը բաժանման վրա, կործանումը կործանման վրա, ֆինանսական խնդիրը ֆինանսական խնդրի վրա։ Քեզ ուզում եմ քաջալերել, ասել, որ քո կյանքում ամեն բան չի վերջացել։ Սիրելիս, կա ժամանակ, որ ամեն բան լավ էր, բայց հիմա խոսք է ստացել, ամեն բան փոխվել է։ Քեզ ուզում եմ ասեմ, որ հավատարիմ Աստված, նա իր խոսքի ետևում կանգնած է։ Պարզապես վստահի նրան։ Վստահի ու կտեսնես Աստծո փառքը քո կյանքի մեջ։ Սիրելիս, քո ուրախության արդյունքների ժամանակը կգա։ Միգուցե հիմա դժվար է, բայց վաղը լավ է լինելու։